Բարեցես սիրելի հյուսատիողներ, այսօրվա իմ զրուցակիցն է հայտնի հեռաբարակախոս, պատմաբան և պաշտպան հայրենաց գազམ-գիտության հիմնադիր նախագահ պարոն Գագիկ Սաֆարյանը։ Բարի եկացեք պարոն Սաֆարյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաֆարյան, այսօր մոտ 2 ամիս մնացած է համապետական ընտրություններին։ Ընտրությունների նախաշեմին այս օրերին ինչպիսի թրագան և ժխտական արդարոց երևույթների ականատես գլակ։ 2025 թվականի տարեմուտին արդեն նշմարվում էր, ուրվագծվում էր քաղաքական ուժերի պասիվ, ուրեմն գործունեությունը, գործելակերպը, գործելաոճը, որ կարծեք թե տրված էր մեկնարկը, բայց մարաթոնյան վազքի։ Այժմ արդեն կարծեք թե մտել են վազքուղի ավելի ուրեմն արագ վազքի, որովհետև այո, ապրիլի 10-ին, հաջորդ ամսվա 10-ին արդեն գրանցվելու են հանրային քաղաքական ուժերը, ասելի թե կուսակցությունները, որոնք պետք է ուրեմն մասնակցեն 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք համապետական ընտրություններին։ Կարելի է ասել, որ իմ խորին համոզմամբ մեր երկիրը ունի այն հնարավորությունները, առաջին հերթին ժողովրդավարության առումով, երկրորդ հերթին պետական ինստիտուցիոնալ ուրեմն կազմակերպությունների առումով և երրորդ հերթին ինչու՞ չի նաև իրավական ոլորտի, իրավական բլոկի առումով, որպեսզի ընտրությունները անցնեն անցնցում, որպեսզի ընտրությունները անցնեն քաղաքացիական հասարակությանը ներհատուկ, բնորոշ, ոգուն և տառին համապատասխան։ Գալով իմ, այսպես ասած, գուշակություններին կամ մի կողմից ասեմ, մարգարեություններին, մի բան, որ երբեք կյանքում չեմ սիրել, բայց ակնհայտ է դառնում, որ 4-5 քաղաքական ուժեր փորձ են անելու ունենալ ուրեմն խորհրդարանում իրենց տեղերը։ Մի մասը հավակնում է ունենալ նվազագույն շեմը հաղթահարելու, 4% եթե կուսակցություն է, 8% եթե դաշինք է, մի քանի ուժեր հավակնում են, այսպես ասած, իրենց հավակնությունը այն է, որ ունենան զգալի ուրեմն մասնակցություն ազգային ժողովում, 1-2 ուժեր կարծում եմ անպայման ցանկանում են և իրենց առջև նպատակ են դրել, որպեսզի անցնեն սահմանադրական մեծամասնության շեմը, ասել է թե 50% պլյուս 1 ձայնը։ Այդ ուժերից դե բնական է առաջատարը լինելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, օրվա ուրեմն կառավարող քաղաքական ուժը և դրան հարելու են, ես նկատի ունեմ մրցավազքի առումով, Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը, Թեմեր ձևով շարժումը, ինչպես նաև մյուս գործարար Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանին կարծեմ, որը հիմնված է Բարգավաճ Հայաստան կուսակցության, այսպես ասեմ, հիմքերի, ասեմ, չգիտեմ, պլատֆորմի, կարամ այդպես ասեմ, բեքգրաունդի վրա ասեմ, և ինչու՞ չէ նաև կլինեն ևս մեկ ուժ, դա Հայաստան դաշինքի ուրեմն մեջ ներառված ուժերն են, որոնք 21 թվականին հավաքեցին 21-22%, դա Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժն է, և նաև կարծում եմ ևս 1 կամ 2 ուժ հավակնում են ևս ունենալու իրենց տեղը ապագա խորհրդարանում, դա Հանրապետություն կուսակցությունն է Արամ Սարգսյանի գլխավորությամբ, ինչու՞ չի նաև ընդդիմադիր դաշտից ևս նշմարվում է 1 կամ 2 ուժ, որոնք չի բացառում, որ ունենան իրենց 4 կամ 5%-ը, դա չգիտեմ, մի քիչ ես դժվար եմ վերաբերվում, չնայած առողջ ուժ եմ ես դրանց համարվում,
շնորհապետական կուսակցությունը ասեմ եւ չգիտեմ պետականության թևեր ասեմ թե բան թևեր ավելի լավ է անուն ազգաններով ասեմ Անանյանի եւ ուրեմն նախկին մարդու իրավունքների նախկին պաշտպան Թաթոյանի այդ ուժը այլ ուժ կարծեք թե չկան հիմա եթե ուզում եք ես պիտի բաղդատեմ դրանց ես պիտի ասեմ որ իմ խորին համոզմամբ 3 ուժ պիտի անցնեն առավելագույնը 4 ուժ պիտի անցնի խորհրդարան միանշանակ քաղաքացիական պայմանագիր ասեցի կառավարող քաղաքական ուժը իմ ձևով շարժումը կամ հզոր Հայաստանը եւ կարծում եմ առաջարկ Հայաստանին կամ եւ նաեւ Ռոբերտ Քոչարյանի այդ դաշնակցության վրա հիմնված դաշնակցության այս տեղական կառույցների վրա ուրեմն հիմնավորված քաղաքական այդ ուժը բայց այս վերջին երկուսը կարծում եմ նաև կենաց մահու պայքար պիտի տան նաև հաղթահարելու նվազագույն շեմը որպեսզի կարողանան նվազագույնը գոնե ապահովեն իրենց տեղը խորհրդարանում հստակից էլ հստակ է որ կառավարության ղեկավարը որը նաև համարվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդի իրավամբ ընտրել է ճիշտ մարտավարություն, ինչ խոսք նաև ռազմավարություն, երբ որ ասենք ավտոբուսներով շփվում է ժողովրդի հետ, մարդկանց հետ, ոչ միայն կուսակիցների հետ։ Եվ ես պիտի ասեմ, այս պրակտիկան, այս գործելավոճը նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սկսած 1990 թվականից առ այսօր, երբեք չի կիրառվել։ Ինչու՞։ Որովհետև երկրի ուրեմն ղեկին կանգնած ուրեմն անձերը ամբողջովին մոռացել էին այն պայքարը եւ ուրեմն այն ընտրազանգվածին որոնց շնորհիվ նրանք դարձել են երկրի ղեկավարներ ինչու եմ ասում սա ես հստակ եմ ասում Այլևս չեմ խոսում բացասական եւ դրական կողմերից, մութ կողմերից, որտեղ նրանց գործունեության մեջ շատ մեծ համամասնություն է կազմում սև եւ մութ գործերը, բայց քանի որ մեր հարցազրույցի ձևաչափը ֆորմատը թույլ չի տալիս ավելի ծավալվելու, ես պիտի ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի ընտրած մարտավարությունը, որը նաեւ վերահսկվելու ռազմավարության հիրավի ողջունելու է եւ ինքը բաց ճակատով առերեսվում է մեր ժողովրդի հետ անգամ եթե կան շատ հանդիպումներում բացասական պատասխաններ, բացասական արձագանքներ, շատ դեպքերում նաև ոչ ցանկալի թույլատրության շեմը անցած եւ այլ հզոր ուժեղ Հայաստան կամ չգիտեմ մեր ձևով շարժման դերևս ռեգիստրացիայի կամ գրանցման հարցը կարծեմ թե խնդրահարույց է որտեղ կարծեմ մեր երկրի սահմանադրությամբ եթե հասարակական քաղաքական կազմակերպության կամ կուսակցության գովազդային կամ հիմնադրամային արժեքների կամ գումարի 70%-ը արտերկրից է, օտարերկրյա է, կարծեմ նրանք չեն գրանցվում։ Կարծեմ ունի այդպիսի ուրեմն կոդ կենտրոնական դրական հանձնաժողովը, որը կարծեք թե կանոնավորվում է սահմանադրությամբ։ Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի պարագայում ես մի քիչ դժվարանում եմ ասել, որովհետեւ նրանց նախորդ տարիների տասնամյակների շարունակ գործելակերպը, ինչ խոսք նաեւ այդտեղ նաեւ ես կներառեմ նաեւ Գագիկ Ծառուկյանի, այսպես ասած, բարեգործությունը եւ ինչու՞ չի նաեւ այն հիմքը, որ Քոչարյանը եղել է Արցախի հանրապետության առաջին նախագահը եւ կարծեք թե չարաշահելով այդ ամեն ինչը կարողանում է իր շուրջը համախմբել նաեւ որոշակի չակերտավոր ասեմ ազգայնական կամ հայրենասիրական ուժերի չի բացառվում որ ասենք դրանք եւս հաղթահարեն շեմը այդ իմ ասելիքը սա է բայց ես պիտի ասեմ մի բան պիտի ասեմ որ կառավարության ղեկավարին ուզում եմ հղեմ իմ հորդորս երբ որ ինքը նա ասում է
Ղարաբաղյան շարժման էջը այս պահին համարում ենք փակված եւ այլը, ես պիտի ասեմ, որ եւ Լևոն Տեր-Պետրոսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը, եւ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ռազմաֆեոդալական վերնախավի ներկայացուցիչները Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած չեն եղել։ Ղարաբաղյան շարժումը հենց նրանց շնորհիվ է այլասերվել։ Հենց նրանց շնորհիվ է ուրեմն շարժումը իր կանոնավոր ուղուց շեղվել, որովհետև եթե առաջին Ղարաբաղ կոմիտեն իր առջև նպատակ էր դրել միավորումը, այնուհետև նաև տնտեսական անվտանգային խնդիրների միջոցով ուժեղացնել մարզը, հեղաշրջման արդյունքում Ղարաբաղ կոմիտեն հեղաշրջում կատարած մի քանի ուժեր սկզբից գոռացին միացում եւ պայքար մինչեւ վերջ, հետո հետ կանգնեցին։ Սա ամենամեծ անբարոյականությունն է։ Այնպես որ իմ հորդորը եւ իմ ուրեմն առաջարկությունը կառավարության վարչապետին, որ բարձրաձայնի, որ այդ ուժերը եւ հիշյալ անունները Արցախյան շարժման հետ ոչ մի աղերս չունեն։ Ակունքներում կանգնած չեն եղել։ Նրանք ուղղակի քաղել են պտուղները, պատրաստի հрамծված։ Այս կարող եմ ասել այս պահին, եթե Բաղդադենք տարբեր միավորների կամ տարբեր ուրեմն բաղադրիչների ընտրությունների հետ կապված կարող ենք նաև շարունակել մեր հարցազրույցը։ Պարոն Սաֆարյան, վերջերս մենք ականատես եղանք Ղարաբաղցի, պետք է ասեմ հստակ կերպով, ոչ թե արցախցի, Ղարաբաղցի հայ գնոջ սատրանքին հանդեպ վարչապետ Փաշինյանին մետրոյի մեջ եւ այդ հայդարակ իրավիճակը, որ բարձվեցավ, որպես արմատներով արցախցի, ինչպիսի ագնակ կփապակեի գիսել մեր հերոստատիտողներին հետ։ Կարող եմ ասել, որ շատ դեպքերում այսպիսի ուրեմն երևույթները, որը անցնում է բարոյականության բոլոր սահմանները, տեղ են գտնում այսպիսի հանդիպումների ժամանակ, որը ես դա համարում եմ բնականon նորմալ։ Նախորյակին վարչապետը, երբ որ Երևանում էր մետրոյի հանդիպումից շրջայցից առաջ, եղել էր նաև կարծեմ Կոտայքի մարզում, Չարենցավանում, երբ որ իրեն հարց տվեցին Արցախը վաճառելու եւ այլը, Ղարաբաղը վաճառելու բանակցային գործընթացում Հայաստանի տարածքի օկուպացիայի, որը ուղարկված լրագրող էր։ Ես նաև ավելին գիտեմ, որ նա մայրության իրավունքից զրկված է։ 4 երեխաների մայր է, բայց նրան զրկել է մայրության իրավունքից։ Ազգային ժողովրդավարական Բևեռի խոսնակն է, դա այլ խնդիր է, ես դա կընդունեմ, իհարկե չեմ ընդունի, որովհետև նրանց գործունեության հետևանքով 2016 թվականին 3 ոստիկաններ անմեղ տեղը սպանվեցին, բայց մինչև հիմա նրանց ընտանիքներից նրանք ներողություն չեն հայցել։ Գալով այդ ուրեմն Մոսյանի այդ աղջկա արցախցի, Ղարաբաղցի աղջկա ուրեմն արտահայտած մտքերին կառավարության ղեկավարի հետ այդ զրույցի կարճ հանդիպման ժամանակ ինչ խոսք կարելի էր նաև վրդոված ասել, ինչ խոսք կարելի էր նաև ասենք որպես բողոք ներկայացնել, ինչ խոսք կարելի էր նաև որպես անհանգստությունից ելնելով այդպիսի հարցեր ասել, բայց ես պիտի ասեմ, որ շատ դեպքերում իմ խորին համոզմամբ նաև սա նախապես պայմանավորված էր, պլանավորված էր, որովհետև վարչապետի այցերի մասին, վարչապետի շրջագայությունների մասին կարծեք թե ընդդիմությունը ավելի շուտ է իմանում, թե որտեղ պետք է լինի, ինչ պիտի խոսի, ինչ պիտի ուտի, դա էլ կարծում եմ պետական օղակների մեջ կարելի է փնտրել այդպիսի ուրեմն զազրելի եւ դավաճան մարդկանց։ Բայց ես պիտի ասեմ, ոչ թե պիտի անդրադառնամ ուրեմն եւ հարգելով այդ աղջկա ծնողներին, որոնց ճանաչել եմ, եւ իրենց հարազատներին, որոնց ճանաչել եմ, եւ նաեւ առհասարակ որպես հայ աղջիկ, ես պիտի Հավուր Բաչատի իմ հարգանքս դրսևորեմ, բայց նաեւ պիտի ասեմ, որ իմ համար Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը այդ հանդիպումից հետո շատ բարձր էր եւ նա իմ աչքին մի քանի անգամ բարձրացավ։ Իհարկե մինչեւ էդ էլ էր բարձր,
հանրապետության ղեկավարների մեջ ոչ մեկը քաջություն չի ունեցել դեռևս թեկուզ մի ուրեմն ոչ պատեհ, ոչ պատշաճ վերաբերմունք իր կողմից ցուցադրված հետագայում ինքը ներողամտություն հայտնի առավել եւս հրավիրի իր մոտ, որովհետեւ ինքն էլ համոզվել է, որ դա ցավոտ վերք է, սրտի ցավ է ու ինքը այնպիսի հոյակապ արձագանքել է դրան, որ կարծում եմ այլևս ասել պետք չէ։ Ընդհակառակը ես պիտի ասեմ, որ հանրապետության նախորդ բոլոր ղեկավարներին հարիր չի եղել բարոյական, մարդկային, քաղաքացիական հումանիզմի սահմաններում ուրեմն առերեսվել մեր ժողովրդի հետ։ Այս ձևաչափը ցույց չի տալիս շատ բաներ ասել, բայց կարծում սրանով ամեն ինչ ասվել է։ Վարոն Սաֆարյան, ես վերջերս Սյունիքի շրջանը այցելեցի եւ այնտեղ որոշ շփումներ ունեցա եւ արժանավատ աղբյուրների համաձայն ես իրազեկվեցա այն փաստի մասին, որ Դաշիր Սամոյի եղբորորդին Նարեկ Ղարաբեդյանին մերժել են բազմաթիվ սյունեցիներ, ըստ երևույթին Նարեկ Ղարաբեդյանի մայրը սյունեցի լինելով սյունեցի թշկողություն եւ նույնիսկ ասենք արքադանք հայտնած են Նարեկ Ղարաբեդյանի հանդեպ, որ ամբողջ կյանքում Սյունիք չի այցելած եւ միայն այս ընդդությունների նախաշեմին միտքը եկած է, որ Սյունյաց աշխարհ գոյություն ունի եւ այդ արդիվ այցելություն կատարած է նախընտրական արշավի կորձի հետ կապված։ Բարեկամներին, յուրայիններին, հարազատներին, մտերիմներին, ծանոթներին, ընկերներին շատ հաճախ հիշում են այն ժամանակ, երբ որ առաջին պլան է մղվում իրենց խմբակային, անձնական, թայֆայական, կորպորատիվ շահերը։ Նարեկ Ղարաբեդյանին պետք է դիտել միայն այս տիրույթում եւ այս տրամաբանության մեջ, այլ բան ասել չեմ կարող։ Իսկ ինչու պիտի սյունեցիները արգահատելի վերաբերմունք չդրսևորեն Նարեկ Ղարաբեդյանի այցի կամ նրա գործելավոճի հանդեպ։ Բոլորս գիտենք, որ 2018 թվականի Թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխության շնորհիվ մեր երկրի իշխանությունը եւ պետականությունը վերադարձվեց ժողովրդին։ Ինչպես որ ասեցի, պարոն Չապարյան, մեր հարցազրույցի ձևաչափը թույլ չի տալիս շատ ծավալվել, բայց կարծում եմ դուք արդեն տեղյակ եք մեր մտերմության եւ համատեղ գործունեության այս շուրջ 1.5 տարվա ուրեմն ընթացքից, որ ես կարող եմ ժամերով եւ օրերով խոսել։ Նախ իրենք իրենցով չեն մարմնավորում այդ արժեհամակարգը, ազգային պետական մտածելակերպի արժեհամակարգը, այլևս չեն խոսում հայ մշակույթի, կրթության, առողջապահության, պետականության հանդեպ մոտեցման իրենց դրսևորումները, որոնք բացի մերկապարանոց հայտարարություններից, ձայն բարբարո հանապատի արտահայտությունից են կողմ չեն կարող անցնել։ Դրանք ուրեմն լսարան գրավելու համար է, նրանց այդ ուրեմն շռնդալից կերպով ավտոբուսներով շրջաններ եւ մարզային այցելությունները իրենցից ոչինչ չեն պարունակում։ Ես դրա համար եմ ասում, որ շատերը ասում են, գիտեք ինչ, կարող է ներկա քաղաքական ուժը պարտություն կրի կամ չհասնի հաջողության եւ այլը։ Ես պիտի ասեմ, որ կառավարության ղեկավարը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության շատ երևելի դեմքեր հստակ կերպով եւ ճիշտ մարտավարություն են ընտրել եւ նաեւ գիտակցում են, որ պետք է այս երկու ամիսներին բավականին լայնածավալ, բավականին մանրակրկիտ, բավականին բովանդակալից եւ բավականին մեր ժողովրդի շահերից բխող, պետականության շահերից բխող հանգամանալից հանդիպումներ ունենան մեր ժողովրդի հետ, տարբեր կառույցների հետ, չզլանալով ամենահեռավոր, ամենահեռու գյուղական շրջաններից, մարզկենտրոններից, քաղաքներից, կոլեկտիվներից, կրթական, առողջապահական, բուհական,
տարբեր ուրեմն արտադրական կոլեկտիվներից եւ այլն։ Բարոն Սաֆարյան, ըստ իս երկու ուժեղ pedagogan ısparnalik vorageli վտանգներ կան ներկայիս, որոնց մասին ես քորին, որ շատ չեն բարձրացանավիր։ Առաջինը, ինչպես որ մոտ 2 ամիս առաջ բարձրացանվեցավ եւ բացահայտվեցավ, թե ինչպես Կրեմլը կֆինանսավորե եւ Ռուսաստանապնակ օլիգարխիկ շրջանակները, հայ շրջանակները կֆինանսավորեն Ռուսաստանապնակ Հայաստանի քաղաքացիների դեղափոխումը թեպի Հայաստան, հունիսի 7-ին գայանալիք համապետական ընդդությունների նախորդին, որբեսի մասնակցին եւ իրենց ցայները դան ռուսաստրուկ շրջանակների օգտին եւ որոնց հերթին Դաշիր Սամոն, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ մնացածները, ուրեմն այսպիսի միտք կա, որ պետությունը, հայկական պետականությունը եւ հատկապես հիմա այս խաչմերուկին, այս փուլին պետք է ճամփորդության ֆինանսավորումը համարվի ընդրագաշարք եւ այն անցինք, ովքեր չեն կարողանա փաստել, որ իրենց փողով գուքան Հայաստան, որ մասնակցին համապետական ընդդություններին, պետք է որ այդ մարդկանց իրավունքը չհարկվի կամ մեկ խոսքով աբորինի հրճակվի, քանի որ ընդրագաշարքի փաստ կա։ Իսկ երկրորդը գվերապերի աբորինի յուրացումներով ֆինանսավորվող կուսակցությունների կարգավիճակը։ Ուրեմն այս երկու եղելությունները կան։ Աբորինի յուրացումներով ֆինանսավորվող կուսակցությունները կամ թաշինքները նույնպես պետք է արգելվի իրենց մասնակցությունը քալիք ընդրությունների։ Կառավարության ղեկավարը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2018 թվականի հեղափոխությունից հետո բազմաթիվ ներողամտության եւ հանդուրժողականության դրսեւորումներ կատարեց, որը շատ դեպքերում ըստ իս հարիր է ժողովրդավարական պետություններին, շատ դեպքերում էլ ես համարում եմ անթույլատրելի։ Նախ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած այդ քաղաքական ուժի չեմ էլ կարող ասել ինչ ուժեր են մտնում, դա ինչ բլենդ է, եւ նաեւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած այդ ուժի հետ կապված հանգիստ կերպով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները եւ կենտրոնական դրական հանձնաժողովը իրենց ձեռքում ունենալով, հատկապես կենտրոնական դրական հանձնաժողովը իրենց ձեռքի տակ ունենալով սրանց տասնամյակների գործնեայության արդյունքը, գործնեայության պատկերը, որը զուտ քրեական է, ուրեմն հանցավոր է, եւ գումարների վաստակելու եւ բազում սպանությունների եւ ուրեմն հասարակության մեջ իրենց վերաբերմունքի հետ կապված, ես կարծում եմ նրանք պիտի չմասնակցեին համապետական ընտրություններին։ Իմ խորին համոզման, իմ կարծիքը սա է։ Այդ փաստերը ակնառու են, ակնհայտ են։ Ավելին, այս մարդկանցից շատ-շատերը պիտի ենթարկվեն օստրասայզի։ Օստրակիզացիան գիտեք ինչ է նշանակում։ Նեգոսացիա։ Խեցեվճեր պիտի կիրառվի նրանց հանդեպ, որոնք նույնիսկ նրանք Հայաստանի սահմանը պիտի չհատեն, որովհետև նրանց գործունեությունը այնքան արգահատելի է եղել, այնքան հակապետական է եղել, այլևս դրամաշորթությունը, հանցագործությունը, փողերի լվացումը, հարյուրավոր միլիոնավոր, միգուցե միլիարդներին հասնող դոլարներ, որոնք ձեռք են բերել Իլգոթեն Գեյս վայս ճանապարհով, չէ՞, էժան առանց աշխատանքի։ Ինչ խոսք, սա շատ կարևոր է։ Այս նրանց դրամագլուխը լրիվ ապօրինի կերպով ճանապարհով ձեռք բերված դրամագլուխ է։
Սամվել Կարապետյանի պարագայում ես ասացի, որ կարծեմ այսպիսի բան կա 70%-ի հետ կապված եւ ոչ միայն դրսից մարդ բերել եւ այլն, նախ բոլորին հանգստացնեմ, անգամ եթե դրսից 80 կամ 100,000 մարդ էլ բերեն, դա մեր ընտրությունների վրա չի ազդելու։ Շատ դեպքերում ես ասում եմ 2018 թվականի Թավշյա-հեղափոխության ամենամեծ կրողները եւ կերտողները եղել են Քոչարյանի եւ Սերժի շրջապատը եւ նրանց մերձավորները եւ նրանց հարող քաղաքական ուժերը, որովհետեւ մեր ժողովրդի ատելությունը նրանց հանդեպ, մեր ժողովրդի նողկանքը, մեր ժողովրդի զզվանքը եւ բուն կյանքում գետնի վրա նրանց գործունեությունը միանշանակ բերել է, որպեսզի մեր երկրում տեղի ունենա ուրեմն ժողովրդական հեղափոխություն, որպեսզի անցյալը միշտ մնա անցյալ, որպեսզի կենթանական ուրեմն կենթանական կառավարությունները երբեք իրենց տեղը չունենան հայ ժողովրդի հասարակական քաղաքական կյանքում։ Մանրամասների մասին, պարոն Չապարյան, ոչինչ չեմ կարող ասել, որովհետև հայտնի Շարասյունը, անունը չեմ ուզում տալ, եւ հայտնի քաղաքական ուժերը, որոնք ձախողել են, որոնք թույլ են տվել բազմաթիվ սխալներ, որոնք մեղմ ասած կառուցողական չեն, այսօր էլ սնվում են ռուսական տարբեր տրամաչափի քաղաքական ուժերից եւ կառավարող ուժերից եւ դավադիր ուժերից, քանի որ նրանք վերաբերմունքը համենայն դեպս վերջին 25 տարում եղել է այն, որ Հայաստանը նրանց համար եղել է ֆորպոստ, չէ, առաջնագիծ, առաջին ամրոցը, ֆորպոստը, հա, ծայրագավը, ճակատային ամրոց, հա։ Մի բան, որը չէի կարող ասել ժողովրդավարական Ռուսաստանի ժամանակ, նախագահ Ելցինի ժամանակ, որի հետ Հայաստան Հանրապետությունը ուներ, ուրեմն պիտի ասեմ գործընկերային լուրջ հարաբերություններ, տնտեսական ոլորտում, ռազմական համագործակցության մեջ, ռազմատեխնիկական հատկապես իր նախարարներով եւ այլն։ Ես պիտի ասեմ, որ այսօրվա ուժերը ձեր նշած, ես բոլորին համարում եմ վրեժխնդիր ուժեր։ Մեկ անգամ մեջտեղ են բերում եկեղեցու կերպը, եկեղեցու դեմքը, որ դա եկեղեցու դեմք չի ամենևին էլ, եկեղեցում ցոփ ու շվայտ կյանքին գերագույն նպատակ հայտարարած մարդկանց դեմքն է, անբարոյական, շնաբարո վարքագծով ապրող մարդկանց դեմքն է, որոնք միով բանի ոչ մի պատկերացում չունեն հայ առաքելական եկեղեցու բազմադարյան լավագույն ավանդույթների հետ։ Իհարկե խորքի մեջ մենք նաև կարող ենք ասել, որ նաև դարերի ընթացքում էլ հայ եկեղեցին նաև իր բուն շատ խավեր իրենց շահագործման էությամբ եւ այլ օտարին մատուցած իրենց օտարահաճո ծառայություններով շատ ունեն խոցելի կողմեր, բայց դա դեռևս թույլ չի տալիս ասելու, որ հայ առաքելական եկեղեցին չի արտահայտում հայ ժողովրդի հավատի եւ հոգեվոր ներաշխարհի այն բազմաթիվ լավագույն կոդերը, որը հատուկ է ինչպես եկեղեցուն, այնպես էլ մեր ժողովրդին։ Բայց ասելով այդ ուժերի հետ կապված, դա մտնում է նրանց վրեժխնդիր ռևանշիստական, ուրեմն տրամաբանության, այսպես ասած, կոդագրքի մեջ, ասենք, կոդեքսի մեջ։ Հիմա թե այդ ռևանշիստական մոլուցքի մեջ կտեղավորվի 10 կոդ, թե 30 կոդ, բայց որ այդ կոդերը սկսած ուրեմն հորջորջանքներից, բարբաջանքներից, անբարոյ արտահայտություններից արկառավարության ղեկավարը եւ նաեւ շատ ուրեմն մարդկանց հանդեպ վերջացրած ուրեմն էժան ճանապարհով, հանցագործ ճանապարհով վաստակած գումարներից եւ դրանք ներդնելով համապետական ընտրությունների մեջ, սա այն տրամաբանությունն է, որ այսպես կոչված ընդդիմադիր ուժերը, ռևանշիստական ուժերը փորձ են անում ամեն կերպ զավթել կառավարության աթոռը։ Ինչ խոսք, սրանք
սրանք ամենն են, որ ես ասեցի։ Բայց ես պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանը հասնելու համար եւ ազգային ժողովի մեծամասնության ունենալու համար մենք ունենք ընդամենը մի ճանապարհ։ Դա ժողովրդավարական պայքարն է, դա ազատ մեր ժողովրդի կամ արտահայտությունն է, քվեարկության արդյունքներն են համաժողովրդական, ուրիշ ոչ մի բան։ Ինքս էլ, քանի որ լինելով նաև շատ դեպքերում անկողմնակալ, շատ դեպքերում գերագույն նպատակ դարձնելով ինչպես մեր պետականության հանդեպ նվիրվածությունը, այնպես էլ ժողովրդավարական սկզբունքները, ես պիտի ասեմ, որ ներկա պայմաններում ներկա քաղաքական ուժը կառավարող ունենալու է մեծ հաջողություններ։ Հաղթանակը ես մի քիչ հասարակական, ներքաղաքական, ներազգային կյանքում գրեթե չեմ օգտագործում, բայց ասում եմ ունենալու է մեծ հաջողություն։ Բարոն Սաֆարյան, 2020 թվականի 44 օրյա պատերազմն անմիջապես ետքը, երբ հին ռեժիմականները իրենց ռևանշիստական մոլուցկով պայքար կմղեին եւ նույնիսկ պետական հեղաշրջման փորձ կատարած էին, անոր հաջորդեց 2021 թվականի հունիսի համապետական ընտրությունները եւ նույն այդ ժամանակ Հայաստանյաց Արաքելական Սուրբ Եկեղեցին բռնազավթած Քարեքին Բգդրիչ Ներսեսյանը եւ իր հետ կլանագից Մոսկվայի եզրած Ներսեսյանը, որ նաեւ ծանոթ է Գարուն Ներսեսյան KGB-ի կորձակալ որպես եւ նաեւ իրենց ամիջական պարտներ Ամերիկայի, Արևմտյան Ամերիկայի arczepiskopos թեմակալ arczepiskopos Հովնան Դերդերյանը ուրեմն պայքար դարին եւ քաղաքականության թաշտեններս ակտիվ կերպով խրախուսեցին, որ ժողովուրդը հակառակ դրամատրվի օրվան իշխանությունին եւ հակառակ այդ բոլոր չանքերին ժողովուրդի պատասխանը տվավ։ Այսօր 2026 թիվ մարտ ամսին մենք արդեն շուրջ 2 տարի է երբ Արցախի հայությունը ասենք հայրենազրկված է սեպտեմբեր 19 2023 թվին ծեր կարծիքով Արցախի հայաթափումը պիտի օգնե հին ռեժիմական այսօր այսպես կոչված անտիմատիրներին եւ արդյոք Արցախայության քանի դոգոսը ծեր նման առողջ կմտածի։ Ինչ խոսք, եթե ոչ միայն 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո առ այսօր, նաեւ դրանից առաջ էլ, եթե հայ առաքելական Սուրբ Եկեղեցու ուրեմն տերերը մայրաթորի հոգևոր ղեկավարությունը ունենային բարոյական ազգային նկարագիր, նրանց հեղինակությունը մեր ժողովրդի մեջ կլինի ավելի քան 70-80 եւ ավելի տոկոս։ Բայց ես պիտի ասեմ, որ այսօր հայ առաքելական եկեղեցին, ու չասեմ եկեղեցին, այս հոգևոր դասը մեր ժողովրդի մեջ ունի շատ ցածր վարկանիշ, որը շատ ցավալի է, բայց իրականություն է։ Եվ այդ ամեն ինչի սկզբնաղբյուրը Կտրիչ Ներսիսյանն է, իր մերձակա շրջապատը, որին ես ասում եմ խունտա կամ կլան, այլ բառով ես չեմ ասում, ես նաև պատրաստ եմ իմ ցանկացած բառի համար տալ բացատրություն եւ երկար մեկնաբանություն։ Նրանք ընդգրկված են ամբողջովին հակապետական գործունեության մեջ։ Նրանք չեն խորշում հրապարակ հանել քաղաքական դաշտում այնպիսի մեղադրանքներ Արցախի հանձնումը կլինի, ընտանեկան սրբությունների ոտնահարումը կլինի, պետական կառավարման անշնորհքությունը կլինի, դիվանագիտական ապաշնորհությունը կլինի եւ այլը, որը բերում է այն համոզման, որ այս
ուրեմն վրեժխնդիր ուժերը մոլուցքով միջոցների արչև խտրականություն չեն դնում իշխանությունը զավթելու համար։ Մի բան, որ նրանց չի հաջողվելու։ Ասեմ, որ եթե հայ հոգևոր դասը ունենար հայրենասիրական բարձր աստիճան եւ մեր ժողովրդի հանդեպ եւ հավատի եւ ինչ խոսքներ իր նյութական ունեցվածքը իսպաս դներ մեր զինվորներին եւ մեր բանակին, մենք առաջ 4 օրյա պատերազմին այդ պատկերը չենք ունենա։ Անդիմադիր դաշտի շատ սրիկանների, այդ թվում երկրի նախորդ նախագահների, ռազմաֆեոդալական վերնախավի ներկայացուցիչների, գեներալների, որոնք մեղմ ասած թիկունքում ուրիշ բան էլ որ չլինի, կամեցել են եւ Արցախի Ղարաբաղի պաշտպանական բանակի եւ հայոց բանակի պարտությունը, սա արդեն ակներև է դարձնում նրանց դավաճանական եւ վրեժխնդիր կեցվածքը։ Ասել, որ արցախցիները դավաճանական տրամաբանության մեջ են բացատրում Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, ես կտրականապես դեմ եմ դրան։ Այդպիսի բան չկա։ Արցախին եւ Լեռնային Ղարաբաղին ամենաշատը օգնել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, թե զենքի մատակարարմամբ, թե ժողովրդին, թե կրթության հարցերում, թե առողջապահության եւ թե զինվորների աշխատավարձի կամ հոգատարության առումով, թե պաշտպանական բնագծերի ամրությունների եւ թե ռազմատեխնիկական ուրեմն առումով։ Սա փաստ է, սրա մասին ես նաեւ ունենալու եմ 100 պատշաճի հարցազրույցներ ընտրությունների մեկնարկի ժամանակ եւ ես նաեւ պիտի ասեմ, որ վրեժխնդիր ուժերին դա չի հաջողվելու։ Իհարկե իմ անցած գործունեությունը մեր ժողովուրդը լավ գիտի, բայց այսօր մենք չենք կարող այս աշխարհակաղակական նոր ձևավորումների, նոր աշխարհակարգի պայմաններում Ղարաբաղի պահանջ դնել։ Ղարաբաղյան շարժման այն սկզբունքները, որոնք 10-20 տարի առաջ հնարավորություն են տալիս մեր կառավարությանը եւ մեր ժողովրդին գնալ բավականին կառուցողական, այսպես ասած, փոխզիջման տարբերակների, այսօր դա հնարավոր չի։ Բայց ես պիտի ասեմ, որ ներկա կառավարությունը ամեն ջանք ու ճիգ չխնայեց, որպեսզի մեր տարածքում 2022 թվականի աշնանից սկսած, երբ որ ջերմուկի էսկալացիան պարզից էլ պարզ է, որ հրահարել են ռուսները եւ հապկը ոչ մասնակցություն չունեցավ, ավելի նպաստեց, որ ադրբեջանցիները հաստատվեն Հայաստանի Ինքնիշխան Հանրապետության տարածքում եւ էլի մի քանի վայրերում։ Ես պիտի ասեմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղ ունեցավ արմատական փոփոխություն, որը բերեց նրան, որ 2024 թվականի մարտ ամսից առ այսօր սահմանին մենք չենք տեսնում կրակոցներ եւ հայորդու կորուստ, որը սա ինչ որ շատ մեծ հաջողություն է։ Գիտեք, պարոն Չապարյան, շատ բաների մասին կարելի է խոսել, ձեր բարձրացրած ցանկացած մի հարց պարունակում է մեծ բացատրություն, պարունակում է մեծ մեկնաբանություն, բայց ես ձեզ մի անգամ ասել եմ մտերմիկ զրույցի ժամանակ, որ եթե եկեղեցին գտնվեր իր տեղում, Արցախի բանակը իր տեղում, ռազմաֆեոդալական վերնախավը իրենց տեղում, այդպես չթալանեին բանակը, հայ ժողովուրդը, սփյուռքը, մենք բոլորս իմանայինք, որ Արցախը դա մեր ժողովրդի սրբության սրբոցն է եւ Արցախի հայրենազրկումը մեր համար շատ մեծ վերք կդառնա, եթե մենք առաջնորդվեինք այս սկզբունքով, ինչի՞ չէ նաեւ Հայաստանի եւ Արցախի Ղարաբաղի կառավարությունները, որոնք ռազմաքաղաքական մենեջմենտի առումով թույլ տվեցին ակնհայտ սխալներ, այլևս չեմ խոսում, որ հավատացին ռազմական գործիչներին, պաշտպանության նախարարին եւ մյուսներին, որը բերեց ուրեմն Արցախի մեծարավերքին, համազգային ողբերգության, բայց միայն ու միայն սրա մեջ բացատրել Հայաստանի կառավարության դավաճանական ուրեմն գործելակերպը եւ ուրեմն գործունեությունը դա անթույլատրելի է, դա ստոր կարծիք է, դարձյալ դրանք առաջ են քաշում այն ուժերը, որոնք 44 օրյա պատերազմի ժամանակ ցանկացել են, որպեսզի Արցախում եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Արցախի Ղարաբաղի պաշտպանական բանակը եւ մեր Հայաստանի Հանրապետության
զինված ստորաբաժանումները կրեն պարտություն, որպեսզի նրանք գան իշխանության, դա էլ նրանց չհաջողվեց։ Մեր ժողովուրդը ավելի խոհեմ եւ իմաստուն գտնվեց։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։